Հարգելի պարոն Փամբուխչյան, հարգելի գործընկերներ, Մայր Հայաստան խմբակցություն, Տիկին Ավետիսյան, դուք ասացիք ձեր ելույթի ժամանակ, որ կրկին անգամ, հերթական անգամ, որ մենք եկեղեցու դեմ ենք դուրս եկել, մինչ այդ ձեզանից ինչ-որ մեկն էլ մեզ թափառական խմբակ անվանեց, հազար անգամ մեր քաղաքական թիմի տարբեր պաշտոնյաներ ասել են, որ եկեղեցու դեմ չես արշավը, եւ եթե դուք կարծում եք, որ սքեմի տակ թաքնված սրբապիղծների, սքեմի տակ թաքնված KGB-ի գործակալների, սքեմի տակ թաքնված տերորիստների դեմ պայքարը, եկեղեցու դեմ պայքարը, չարաչար սխալվում եք, ավելի լավ է թափառական խմբակ լինել, քան Նոյան Տապանի պասաժիր լինել, են էլ պետքա շտապեք հասնեք այդ Նոյան Տապանի մեջ, կարող է հանկարծակի դուրս մնաք այդ տապանից, երբ որ դուք գալիս եք, լռեք, երբ որ դուք գալիս եք այստեղ ընդհանրապես կրթության ոլորտից եք խոսում, մարդու ծիծաղ է գալիս, ձեզ մի դեպք եմ ուզում պատմել, 2 օր առաջ ինձ հրավիրել էին Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում շրջայցի ընթացքում ես բացահայտեցի, որ քոլեջի նկուղը երկար տարիներ վարձակալության է տրված եղել որպես գիշերային ակումբ։ Վարձակալության էր տվել տարիներ առաջ կրթության նախարարը կամ փոխնախարարը։ Եվ եթե չլիներ հեղափոխությունը, որից հետո նոր իշխանությունը ուղղակի չերկարաձգեց պայմանագիրը, ում էինք մի կտոր հաց տվել, որ չէին վաճառել այդ նկուղը, այլ վարձակալության էին տվել, այդ կրթօջախում միջև հիմա գիշերային ակումբ էր լինելու։ Ու իդեպ դուք նենց եք ժպտում, երևի այդ ակումբի մասնակիցներից մեկն էլ, հաճախորդներից մեկն էլ դուք եք եղել։ Ձեր դուրը շատ եկավ իմ ասածը։ Մի բան։ Լեռ Իսուս։ Հանգիստ, պարոն Իսկանդարյան։ Պարոն Իսկանդարյան, հանգիստ։ Ես ձեզ անուն չունեմ տալու, ուշադիր լսեք ինչ եմ ասում, ես ձեզ վայրն եմ ասում, որտեղ եմ գնացել շրջայցի, դուք է կարող եք գնալ այդտեղ շրջայցի, ձեզ ցույց կտան այդ վայրը, որտեղ գիշերային ակումբ է եղել, գուցե ձեր հարցին էլ կպատասխան, ինձ հետաքրքիր չէր, որ նախարարն է, ինձ երևույթն է հետաքրքիր եղել։ Ձեր վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, ինչքան էլ դուք փորձում եք նորովի ներկայանալ եւ ասել, որ ընդհանրապես ոչ մի աղերս չունեք, ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ, հիմա էլ չունեք։ Մայր Հայաստան խմբակցության անդամներ։ Եկեք վարդանան, Մայր Հայաստան խմբակցության անդամներ։ Մասնավորապես պարոն Արշակ Սարգսյան եւ պարոն Իսկանդարյան, հանգիստ լսեք ելույթը, ինչպես մյուս բոլորները ձեր ելույթներն են լսում հանգիստ։ Ես հասկանում եմ ամեն անգամ իմ ելույթներին դուք սենց արձագանք եք տալիս, բայց մի խոսեք պատասխանը չեք ստանա, չխոսեք պատասխանը չեք ստանա։ Դուք այստեղից փորձում եք մարդկանց մեր քաղաքացիներին ասել, որ մտել ենք իրենց գրպանը, թանկացրել ենք եւ այլն, արդեն անցել է այն ժամանակը, երբ որ քաղաքացիները տեղեկացված չէին ինչ է տեղի ունենում, երբ որ տարիներ շարունակ թանկացված չի եղել, ընդհանրապես շատ մատչելի է եղել, կարող եք ասել այդ գումարներով ինչ որ մի բան արվել է քաղաքացիների համար, թե ոչ։ Մի օրինակ բերեք, այսօր քաղաքացին ինքը գիտի, որ այն գումարները, որ ինքը վճարում է, այդ գումարները վերադառնում են վերելակի փողոցների, մանկապարտեզների, պոլիկլինիկաների եւ շատ այլ կառուցված ենթակառուցվածքների ցկով են վերադառնում իրենց, այնպես որ մի փորձեք գալ այստեղից այս ամբիոնը օգտագործել, քանի որ ձեզ ոչ մեկ չի լսում, ձեզ էլ երևի 5 հոգի մարդ է դիտում ամբողջ այս ընթացքում, մի փորձեք խեղաթյուրել, հա, հենց ասում եմ 5 հոգի։ Տիկին Վարդանյան, ամփոփեք, լռություն, Տիկին Վարդանյան, ամփոփելով ելույթս ուզում եմ մի բան էլ ասել, հեչ տղավարի չի թիրախավորել
մայրիկի տարիքի տիկնոջ է եւ ուզում եմ ձեզ ասել, երբ որ դուք Տիկին Բլեջանցին ասեցիք, որ նա ամաչում էր ներկայանալ, որ ԿՊ-ի անդամ է, ես նրա կողքը կանգնած եմ եւ այն միջավայրում, որտեղ որ լրագրողները ոչ թե հարցազրույց էին վերցնում, այլ ուղղակի հարցակվել էին Տիկին Բլեջանցի վրա, ընդհանրապես չարժեր ասել, թե ինքը ով է։ Շնորհակալություն ուշադրության համար։